Առաջին հայացքից սովորական թվացող նկարներ անսովոր կանանց հետ։ Այս սովորական կադրերում թաքնված են պատմություններ, կանայք, ովքեր անցել են դժվարություններով, բայց դա երբեք ցույց չեն տվել։ Նրանց պարզ հայացքում հաղթանակ կա, հանգստության մեջ պայքարի ուժ։ Հենց նրանք են անսովոր կանայք, ովքեր իրենց պարզությամբ են ցնցում։ Մարի Սարգսյան, հաջողակ գործարար կին, ով աշխատանքային փորձ ունի տարբեր ոլորտներում, ունի մի քանի դիպլոմներ, դուրս է եկել վարձու աշխատանքից և զարգացնում է իր սեփական բիզնեսը ցանցային մարքեթինգի ոլորտում։ Մարիամ Միրզոյան, տնտեսագետ, աշխատանքային փորձ ունի տարբեր ոլորտներում, օտարության մեջ իր փոքրիկ ընտանիքով, երկու գեղեցկուհիներին մեծացնելով, աշխատել է տանից և դարձել հաջողակ գործարար կին։ Գայանե Հակոբյան, բազմազավակ մայրիկ, լինելով գործազուրկ մանկավարժ, սկսել է իր սեփական բիզնեսը, հասկանալով, որ դա լավագույն լուծումն է, այժմ հաջողակ գործարար կին է։ Սոնա Հովհաննիսյան, գործարար կին, ով ժամանակին աշխատել է Պաշտպանության նախարարությունում, գտնվելով դեկրետում դուրս է եկել պետական աշխատանքից, որպեսզի զարգացնի իր սեփական բիզնեսը ցանցային մարքեթինգի ոլորտում։ Լուսինե Հովհաննիսյան, բազմազավակ մայր, ով մի օր հասկացավ, որ տնային տնտեսուհու ստատուսը փոխելու ժամանակն է ու իր մեկ որոշումը ոչ միայն փոխեց իր կյանքը, այլև օգնեց տասնյակ մայրիկների գտնել իրենց ճանապարհը։ Աննա Թամազյան, ունի բարձրագույն կրթություն կառավարում մասնագիտությամբ, փնտրել է աշխատանք, որը թույլ կտար լինել հիվանդ մայրիկի կողքին կյանքի վերջին տարիներին, ստացել է առաջարկ ցանցային մարքեթինգի ոլորտում, այժմ հաջողակ գործարար կին է։ Գրետա Պետրոսյան, մասնագիտությամբ մանկավարժ, լինելով վարձու աշխատող, զարգացրել է իր բիզնեսը ցանցային մարքեթինգի ոլորտում, դառնալով հաջողակ գործարար կին։ Նաիրա Ասատրյան, ունեցել է թարգմանչական գրասենյակ, սակայն մի օր որոշել է զբաղվել ցանցային բիզնեսով, որպեսզի ունենա պասիվ եկամուտ, աշխատել է տանից երեխաների խնամքի հետ համատեղ։